Բարևձեզ սիրելի եղբայրներ և քույրեր։ Ասիկա մեր երրորդ հաղորդաշարն է Սուրբ Նեսեր շնորհալիի մասին։ Ամեն չորեքշաբթի ժամը այս ժամուն 9:10 երեկոյան կսպրվի մեր այս հաղորդումը, ինչպես նաև կգրնվի 5 շաբթի օրը 12 ժամ հետո Արավոտյան 9:10 թե Պասադինա և թե Գլենդելի մեջ։ Որքան ամեն անգամ, որ իրենց անունը հիշեմ, ներքին հոգեկան ուրախություն, հպարտություն կզգամ, երբ որ հիշեմ Դեր և Տիկին Վահե Մանանյաններուն, Դեր և Տիկին Դավիթ և Ազնիվ Էլանջյաններուն անունը, իսկապես անոնց կպարտինք շատ բան։ Իմ բարակայիս մանավանդ վերջին երկուքը Դեր և Տիկին Դավիթ Էլանջյանները, որոնք այս պատկերահանումը ամիսները ի վեր, շաբաթները ամիսները ի վեր կտասավորեն, կլուսանկարեն, կհամատրեն և ցեզի հանցվածը իրենց արտադրությունն է, ես միայն հետազոտողն եմ, բրբդողն եմ։ Ուրեմն այսօր մենք պիտի խոսենք երրորդ մասի մեջ եղած կենսագրականը, իր մասին եղած վկայությունը և շարունակեն իր աստվածաբանական, իր աղոթքի կյանքեն նմուշ մտալով։ Մենք տեսանք ով էր Սուրբ Նեսեր շնորհալին, պատկերը նորեն կտրվի, նայեցեք ինչ պատկարելի դեմք է։ Սուրբ Նեսեր շնորհալի գլայեցի կամ ռոնգլայեցի, որ ապրեցավ 12-րդ դարում, ինչպես ասինք 1100 թվականներում ծնած է, վախճանած է 1173 թվականին և այս տարի կտոնենք իր մահվան տարելիցը։ Ծնած է Ձով քաղաքը, Ձով Պերտա քաղաքը կամ Պերտը և իր եղբորը հովանավորության տակ Գրիգոր Բահլավոնին ստացած է իր նախնական ուսումը, զարգացումը և ինչպես երկու իրար հաջորդ հաղորդումներում մեջ հիշեցինք, մարդը ուներ երկու տև, գիտություն, մարդկային և աստվածային և նաև առաքինություն։ Հիշեցնեմ մենք վանքերում մեջ ինչ կսովեցնեին մեր վարդապետներում։ Կսովեցնեին 7 կարևոր գիտություններ, հիշեմ անոնք, որոնք մեզ կհետաքրքրեն. Աստվածաշունչ, լեզուն, հռետորություն, երաժշտություն, փիլիսոփայություն։ Ասոնք ամենեն կարևորներն են և իրոք ասոնք աստղապաշխությունը, աստղագիտությունը երկրորդական կհամարվեր վանքերում մեջ, որովհետև խեղճերը հերատիտակ չունեին, պետք էին սորվիլ նաև կարգմը գիտական նյութեր և ասի աստղագիտության մաս կգազմեր, և եթե եղած եք դատև աստղադիտարան մգա վանքի մեջ ժամացույցը, որ հին օրերեն գիշեցնեին, թե ինչպես կարելի է ժամերը հաշվել։ Եթե եղած եք նաև Քեչարիս, եթե եղած եք ինչպես դատև, եթե եղած եք Սանահին, վանքերուն վրա 12 թվանշաններով բան կա, գլոր մգա և մեկ սլակմը։ Մեր գիծած ժամացույցները չկային ոչ բադի, ոչ ծևքի։ Ուրեմն արևը, երբ որ կզարներ այս գլոր թվանշաններով ժամացույցի վրա, սլակը չէ շարժեր, բայց իրենք գիտեին, թե արևը, երբ որ սլակին վրա գուկար, որքան և ուր շուկ կուտար։ Շուկը երկուքի վրա է, շուկը երեքի վրա է, կախում ունի արևի տեկում են կամ աշխարհի տեկում են, և այդպես գկիտնային, թե ժամը 3 է, կերտային կեսօրեն 6 ժամերկության, 12 է, կերտային 8-ելու, մենք չունեին խեջերը ժամեր, և այդպես պետք էին սորվիլ, և ադոր պետք էին սորվիլ նման միջոցառումներու դիմել, և իրենք գկիտնային, թե արևուն շուկը, արևուն ջարակայտը հոստապանցեց սլակը 3-ի վրա է, 5-ի վրա է, 12-ի վրա է, արդեն արևը մտնել են վերջ,
իրենց ճգնողական կյանքը գվարեին խցիկներու մեջ։ Ոմանք միջև ժամը 1-2 անկում կմնային աղոտասասությամբ, սամոսասությամբ մեջ։ Այսպիսի միջավայրի մեջ, այսպիսի հոգիով, վանկի մեջ բնագեցավ, ապրեցավ, տաստրիագեցավ, վանկին անունը Սիավլերան գարմիր վանկն էր։ 7 տարի կաթողիկոս, անցյալ անգամ արինգի շիշանագե կաթողիկոս, գրեց շատ գեղեցիկ քրագանությունը, թե արձակ, թե ոտանավոր, գրեց ինչպես ասինք բազմաթիվ նամակներ, արզանազանս, ինչպես կսեմ ապմիջը, զանազան մարդոց և խոսեցանք քիչ ակնարկություններին թուղթ ընդհանրականի վրա, ընդհանրական թուղթի վրա։ Այսօր կշարունակենք ինչ գրած է մեր ժամերկության աղոտներու մեծ մասը, շարականներու մեծ մասը, կմեջբերեմ հետևյալները, նորահրաշ, բսակավոր, վատանանց շարականը, գրեց այսօր անջարը, գրեց արավոտ լուսոն, գրեց ալելույաները, որ կան ամեն ժամերկության մեջ, բազմա տեսակ, գրեց աշխարհամենայնը և ինչպեսի ժամերկություններու շարականներու մեծ մասը, աղոտներու մեծ մասը և եղած իսկապես եկեղեցական բարենորոքիչ։ Գրեց բազմաթիվ նամակներ, ինչպես ասի, շարականներ, դաղեր և գրեց աստվածաբանական և սուբկիլքի մեկնողապանական նյութերու շուրջ գրություններ, դժբախտաբար կաթողիկոսության ժամանակ, դժբախտաբար սկսած էր Մատթեոսի մեկնությունը գրել, 9 գլուխ միան գրծավ մեկնաբանե, որ ունենք այսօր մեկնություն Մատթեի ավետարանին և անոր շարունակությունը իր աշակերտներեն մեկը շարունակեց և ամբողջությամբ ունենք մեկնաբանություն Մատթեոսի ավետարանին։ Ինչպես ասի, ջանցվեցավ որպես մեծ բարեկարգիչ։ Միայն 7 տարի վարեց կաթողիկոսական պաշտոնը, Աստված ինքը իր մոտը կանչեց 70 տարեկանի մոտ եղած էր, երբ որ մահացավ։ Նայենք իր մասին ինչ գսեն պատմիչները, հուսումնախառն շեշտով պիտի կարդամ, որովհետև իսկապես գեղեցիկ վկայություն մնե Նեսես շնորհալիի մասին։ Պատմիչը գսե հետևյալը, երկու իշխանոց է, միասին տանտաղ պիտի կարդամ, մտածենք ամեն մեկ բարի վրա։ Թեև ուներ գիտության և գրթության վարժեցում, բայց ավելի սուրբ հոգին ուներ իր մեջ, ամենամեծ հարստությունը, անբարաբորդ, այսինքն ստամոքսի հետևեն չվազող, միշտ ցերկի մեջ քիրկը ուներ գարտալիք, կխորտաձեր և անտատար նուրբ տեսությամբ կգներ խոր իմաստները սուրբ քիրքերում, խոր իմաստները սուրբ քիրքերում, ինչպես գսի առաքյալը սուրբ քիրքի մեջ դժվարին համարներ կան, որոնք սուրբ քիրքի մեջ կարող ունի բացատրություններու, խոգումներու, աղոտներու, որովհետեւ անոնց իմաստ հասկանանք։ Եթե քիչ հանգիստի համար բազմոցի վրա հանգիստ ներփորձեր, անոր շրթունքները կշարժեին սուրբ հոգի տերատությամբ։ Այնքան սանձեց մարդկային բնությունը և զայն հնազանդեցուց աստվածային պատվիրաններուն, որ կարծես անմարմին եղածըլար։ Նայեցեք, կշարունակեմ, ձիզաղելու բամը չխոսեցավ, կատակ, անեկդոտ, շպիտ, չսերու համար ոմանց պերանը աղդոտ, երկդեմի, նման խոսքեր ձիզաղելի բամը չխոսեցավ, այլ ինչ որ գսեր հոգևոր իմաստ ուներ, հորդոր էր, բարի ըլլալու, պատճառ էր սիրո,
խրատ առաքինի կործերու։ Միշտ անոր ընտերցումը և սրդապուխ աղոտքը խոսակցություն մներ աստուծո հետ, ինչպես իր մե առաջ Գրիգոր Նարեկացին մի դեսեր, իմ աղոտքը ուրիշ բան չի հետե ոչ խոսք աստուծո հետ, այս է աղոտքի կերագա իմաստը։ Ցամկեցուցած էր բոլոր ցանկություններուն աղբյուրը։ Իր մեջ ուներ առաքինությունը, որ բոլոր մյուս առաքինությունները կերազանցեր, խոնարհություններ։ Եթե բարգանալու պատճառ մը ներկայանար, ոչ կսեր նեղեր, ոչ ալ բարգության նշան ցույց կտար, այլ հեզությամբ ու քաղցրակույն խոսքերով գսեր լույս։ Եթե ինձի չխնայեի, պիտի բարգանայի քեզի։ Երբ որ ուրեմն գսեր պատմիչը, երբ որ չխանության արիտ կստեղծվեր, եւ միշտ կա։ Բարգացեք, բայց մի մեղանչեք։ Բարգանալու արիտները շատ են։ Լա մեր կյանքով պատճառված, լա շրջակայքեն եկած, լա մեր մեծավորներ են, մեր փոքրավորներ են, մեր ընտանիքի մեջ շատ բաներ կան, որոնք չայնություն, բարգություն կպատճառեն։ Քրիստոսը չայնացավ, բարգացավ եւ բոլոր տաճար մտավ։ Չմեղանչեց, բայց սավ խարազանը բռնեց, ինչպես կլա, որ իմ դունս դարձնեք վաճառականության կենտրոն։ Մեզ սուրբ Նեսե շնորհալին այդ վարտաբերությունը իր կյանքի մեջ որտեղեց։ Չխայնանալու արիտ, բայց գսեր միշտ լույս։ Ես չեմ ուզել քեզի լույսի բարգանալ, որովհետեւ չմեղանչեմ։ Ու այս խոսակցության մեջ կարծես թե կամաց իր բարգությունը քիչ սոկանալ, կանհետանալ։ Մենք անցյալ անգամ սկսած էինք հավատով խոստովանիմ աղոտքը կարդալ, ավելի շիտակ աղոտել եւ մեկնաբանել։ Այսօր պիտի շարունակենք, եթե գիշեք սկսած էինք առաջին 3 տուները կարդալ։ Հավատով խոստովանիմ, Սուրբ Երրորդյան հրավեր մներ աղոտքի, երկրորդը Հայր Աստված, իսկ երրորդ տունը, որտի Աստծո մասին է մեր խոսածը, այսօր ամենեն Սուրբ Երրորդյան ամենեն անձանոտ անձի մասին է այս երրորդ տունը եւ կշարունակենք, որքան կրնանք այսօրվա հաղորդաշարի մեջ ուսումնասիրել այս գեղեցիկ աղոտքը։ Ուրեմն, հոգի Աստուծո, ես կրապարով կգարտամ, աշխարհապարը արդեն դա գրված է եւ նաեւ անգլերեն, անոնք որոնք դժվարություն ունին նույնիսկ աշխարհապար բարերը հասկանալու։ Հոգի Աստուծո, Աստված ճշմարիտ, որի չեր ի հորտանան եւ ի վերնադուն, եւ լուսավորեցեց իս մգդությամբ սուրբ ավազանին, մեղահարգինս եւ առաջիկո, մակրիազիս վերստին աստվածային հրովքո, որպես հրեղեն լեզվող սուրբ զարակյասն, եւ ողորմյակո արարածոց եւ ինձ սպասնամեղիս։ Սուրբ հոգին Քրիստոսի եկեղեցու կյանքի մեջ իր ներդրումը կատարեց եւ գիշե Սուրբ Նեսես այն դեղերը ու Սուրբ հոգին իջավ Քրիստոսի ապարակյալներու վրա ու նաեւ մեր վրա մինչև այսօր։ Հորտանակետը, վերնադունը, ես ցեզի ուդամ Սուրբ հոգին եւ մենք գիտենք թե ինչպես առաքյալները վախկոտ Պետրոսը դարձավ ժայռ եւ այդ Սուրբ հոգի լեցունությամբ 3000 մարդ դարձի բերավ։ Մենք մեր աղոտներու մեջ միայն Սուրբ հոգին վերնադուն չէ իջած, միայն Սուրբ հոգին հորտանակետի վրա չէ իջած, մենք ուզենք, որ մենք իրմով լիցվինք, լիցքավորվինք, որովհետև մենք չենք գնալ ասել Տեր Հիսուս
առանց Սուրբ Հոգի ուժի ներդրումին։ Հիմա հայր, որտի և Սուրբ Հոգի մասին խոսել են հետո կամ աղոտ ուղել են հետո, կսկսի Սուրբ Երրորդության 3 անձերու մանավանդ Քրիստոսի բարակային անոնց արձագանները, ճանցված մակդիրները մեջտեղ բերել և ուղել Աստուծո ոչ թե միայն հայր, որտի Սուրբ Հոգի, այլ ինչ կինե, որպես բարգևիչ, ամենախնամ, գամեցող բարիքներու և այլն խոսքեր, որոնք սկանչելի աստվածապանություն և հոգևոր հաղորդումներու Աստծո հետ խոսակցության սկանչելի փուգում ունին։ Բարգևիչ ողորմության Բարգևյայինց ուղղապար հավատքով և բարի գործով և Սուրբ Մամնո և արյան քո հաղորդությամբ կալարկես և ողորմյա քո արարածոց և ինձ բազմամեղից։ Ամենագեղեցիկ բարգևները հետևյալներն են, որ ես ուղղապար հավատք ունենամ։ Ես բարի գործեր ունեմ։ Բարի գործերը ուրիշ բան չեն, եթե ոչ մեր ունեցած հավատքին արտաքին փաստն է։ Կհավատամ, խոսքով կհավատամ, քարոզներով կհավատամ, չի պավեր։ Այս հավատքը պետք է ամեն օր մեր կյանքի մեջ գործատության մեջ տրվի։ Ուրեմն, այս բարգևները կան նաև բարգևներուն գեղեցկությունը արդեն նկարը կտեսնեք Սուրբ Հաղորդությունը կա, վերջին ընթրիքը, երբ որ մենք առնենք Քրիստոսի մարմինը եւ արյունը, ամենամեծ բարգևն է, որ կստանանք Աստուծո կողմեն եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղից։ Առաջինը բարգևիչ, ուրեմն ողորմությամբ։ Երկրորդ, Աստված մեզ միայն չստեղծեց, Աստված նաև մեզ խնամքի ենթարկեց, մեզի խնամակալ է, մեզի եղավ ամենախնամ եւ ավասիկ աղոթքը, ամենախնամ դեր, շատ գեղեցիկ բառն է, եթե թերահավատներ Աստված կսե Քրիստոս, Շուշանը կհակվեցնե եւ թրջունը ծիզերնակները կգերագրե, որքան ծիզի խնամք պիտի տա։ Ամենքը կարծեմ աստեղ բարձ ունիք, մանավանդ ասիղանակներուն թրջուններ կուկան, իրենց գուտը կգտնեն, իրենց գերը, իրենց հատիկները կգտնեն, լիլիները կմեզնան, ինչ ով կմեցնես իրենք, եթե ոչ Աստուծո բարեխնամ բարեգուտ ձեռքը։ Նույնպես ալ մեզի, ամենախնամ դեր, թիր բահաբան աչացի մոց, զերգույր քո Սուրբ, թիր քու աչքդ, բահաբան աչքդ, իմ աչքերուս վրա, որպեսի չնայիմ այրատ, արատներուն չնայիմ, ագրանչներուս թիր բահաբան, որպեսի անախորժ բաներ չլսեմ, կապարը գատամ, ոչ ախորժել լսել սպանս չարության, պերանո իմո ոչ խոսել սուդություն, սրդի իմո ոչ խորել չարություն, ցերած իմոց ոչ կորձել զանիրավություն, ոտից իմոց ոչ կնալ իջանաբարս անօրենության։ Կներեք, այստեղ մեջ բերում եմ, կիտը պերանը, աչքը, սիրտը, ոտքը, ցերկը մեր հայ եկեղեցու մեջ մանուկներուն միրոնով գոծվին։ Նայեցեք նորեն գվերիշե, մենք պետք ունենք այս մեր մամնի անդամներուն ուղղակի մենք պետք ունենք, որ Աստված իրենք ճիշտ բաներուն համար գործադրե, աչքերը, ոտքերը բարեգործության երթալ, ցերկերս բարեգործությունն էլ, ագանչներս ով Աստված միան լավ բաներ լսեն, շրտուկներս միան լավ բաներ խոսին։ Հաջորդը հուր կենտանի Քրիստոս, գրագ է Աստված, լույս է Աստված, և գրագը ունի 3 հատկանիշ, կայրե, կսրբե,
կչերմացնե։ Աս երեկը մենք գրագի մեջ կգտնենք ֆիզիկական գրագի մեջ, գայրե կչերմացնե և գլուսավորե։ Հոգևոր կյանքի մեջ Քրիստոս այս գրագն է, կդակցնե, կմաքրե, կսրբացնե և գլուսավորե։ Եվ սուրբ կնեսես շնորհալին այս ձևով կմոներա Քրիստոսի, հուր կենտանի Քրիստոս, զուր սիրոքո, զոր արգեր հերգիր, փորփոքի հանցնին։ Այդ գրագը ես չեմ ուզեր, որ միայն Աստված պիտի դա, պիտի լուսավորե, բայց այս լուսավորությունը նախ և առաջ իմ կյանքիս մեջ փորփոքում առաջ բեր, անձիս մեջ, որպեսզի զի այրեցե զախտ հոգվո իմո, և սրբեցես խիժ մտածի մոց, և մաքրեցես մեղս մարմնո իմո, և վարեցես լույս գիտության քո իսրդի իմում, և ողորմյա քո արարածոց, և առաջինը ինձ սպասմամեղիս։ Նորեն, մենք հաղորդակցության մեջ ենք աշխարհի հետ, շնորհիվ մեր 5 զգայարանքներում։ Լսողություն, տեսողություն, հոդավորություն, շոշափելություն և այլն, ասոնց մենք մաքրության կարոտ ունենք, և զայն մաքրողը Քրիստոսն է։ Անոր համար գսե լսելիքս, խոսելիքս, ըսելիքս, տեսնելիքս, շոշափելիքս, ասոնք թուն պիտի առաջնորդես, քու գրագովդ պիտի այրես անոնց պատճառով եղած մեր հոգի մեջ եղած աղտերը և սրտի մեջ եղած կեղդերը սրբակրես։ Հաջորդ դունը կամեցող բարյաց դեր կամարար։ Ինչ սեր է կամարար մեր պգության կամ կկուցեր դուն գուզես մի տողուզիս իգամս անցինի մոքնալ, մի ծկե որ ես իմ անցովս առաջնորդվիմ, սիրելի եղբայրներ և քույրեր, սատանան շատ պիտի ուրախանա, եթե մենք մեր ցերկով մենք մեզ առաջնորդենք, կվախնա սատանան, երբ որ մեր առաջնորդությունը Աստծո կտանք, և սուրբ նեսես ասկ կխնդրե, կամեցող բարյաց դեր կամարար, մի տողուզիս իգամս անցինի մոքնալ, չերտամ, այլ առաջնորդյա ինձ լինել, միշտ ըստ կամացկոց, բարեսիրած, և ողորմյա քո արարածոց և ինձ սպասմամեղիս, չխնդրենք բամը, եթե ոչ մեկ բան, Աստուծո կամքը, երբ մենք գսենք մեր աղոթները չեն լսվի, ինչու, պարզապես նախապատվության հարց է, խնդրեցեք Աստուծո թագավորությունը մնացածը պիտի դրվի, երբ մեր աղոթքը չլսվի, որտեղ մենք մնացածը կխնդրենք և առաջնահերթ խնդրվածքը Աստծո թագավորությունը չեն խնդրել, դուր առողջություն, հաջողություն, կյանքի մեջ անցյալ օրը մեկ ինձ իսավ, ես կաղոթեմ, որ միլիոն մշահիմ, անոր գեսը եկեղեցի պիտի տամ, Աստված պետք չունի քեզի 1 միլիոն տալու, ոչ ալ եկեղեցին կես միլիոնը իրեն վերաբահելու, Աստուծո մենք խնդրենք, Աստուծո կամքը մնացածը գուկա լրիվ։ Սիրելի եղբայրներ և քույրեր, մեկ նախատասությամբ կվերջացնեմ Սուրբ Նեսես շնորհալի մասին մեր այսօրվա հաղորդումը, թեր մենք պիտի շարունակենք հավատով խոստովանիմ աղոթքը, մեր 4-րդ հաղորդումը պիտի լա ավելի աղոթքի նվիրված, աղոթքի պատրաստությամբ կանք դիտենք, լսենք այս հոյակապ մարդուն աղոթները և մենք ադով ապրենք, բայց նախատասությամբ մը կմեջբերեմ իր մասին գեղեցիկ խոսքմը, իր մասին ասված Նեսես շնորհալի անջարելի շնորհքը և իմաստությունը աղբյուրի պես կուքային ներսիսեն։ Այս գեղեցիկ դրամատրությամբ մենք մեր գիշերը անցնենք, սեզի կմաղթեմ բարիքուն, ոսկյա երազներ, իքաղցր դեսություն, սիրելի հայ դիտողներ, կտեսնվենք հաջորդ շաբաթ։